24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրն կալվելու համար։ Խնդրեմ։ Արդեն մի քանի օր է, ինչ աշխարհը քննարկում է Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որևէ բան կարծես թե այդ օրը չորոշվեց եւ անորոշությունները շարունակվում են մնալ։ Ի վերջո կհաջողվի Դոնալդ Թրամփին խաղաղության պայմանագիր կնքել կամ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղություն հաստատել։ Նախ հանդիպման մասին կարող ենք հանդիպում բաժանենք երկու մասի։ Առաջին դա զուտ դիվանագիտական, այսինքն հանդիպում որպես միջոցառում, դա հաջողված չէ, դա ակնառու էր, որովհետև այնուամենայնիվ Զելենսկին խախտեց որոշակիորեն դիվանագիտական էթիկայի որոշ կանոններ։ Մասնավորապես սպիտակ տուն, եթե գնում ես, պարտադիր հագուստի ձև կա, երբ որ պայմանավորված էր, պետք է կոստյում հագներ, փողկապով, ամեն ինչով։ Նախկինում թե ինչ եղե ուրիշ հարցեր, հիմա սպիտակ տանը ուրիշ մարդ կա եւ բնականաբար դու այդ մարդու մոտ ես գնում, սա մեկ, երկրորդ, երբ որ դու լավ չես տիրապետում անգլերեն լեզվին, դու ցանկալի կլինի, որպեսզի թարգմանչի միջոցով խոսես, որպեսզի մտքերը ճիշտ արտահայտվի, երրորդ չի կարելի ընդհատել, որտեղ ինքը մի քանի անգամ ընդհատեց ԱՄՆ նախագահին, չի կարելի այսպես հա նստելու որոշակի անգամ էթիկագոյությունի չի կարելի ձեռքերը խաչել, ոտքերը բացել, այդպես ասած նստել կոպիտ ասած փռված նստել աթոռ չի կարելի։ Բայց բավականին լարված էր ինքը։ Բնականաբար լարված էր եւ չի կարելի վիճել այն մարդու հետ, ում տունը որ դու գնացել ես, այնուամենայնիվ դու հյուր ես գնացել ԱՄՆ-տուն, անկախ նրանից դու համաձայն չես ինքը ինչ ասում, թե ինքը ինչ չի ասում, դու շատ լավ գիտես, որ լրագրողների պահը կա, որոնք առաջին մի քանի, ասենք, 5 րոպեն, 10 րոպեն նկարահանելու են, որից հետո դա կավարտվի, եւ հետո առանձնազրույցի ժամանակ դու կարող ես քո դիրքորոշումը, եթե համաձայն չես, բնականաբար արտահայտես նորմալ քաղաքակիրթ ձևով, բայց լրագրողների աչքից հեռու չի կարելի հասկանում է գնալ ուրիշի տուն, պետը պաշտոնական, որից դու կախված ես, որից դու ստացել ես առնվազն անգամ տվյալները 66 միլիարդ դոլարի միայն զենք եւ զինամթերք, չհաշված էլ մյուս օգնությունը։ Եվ նման դեպքում դու քեզ ոնց որ մի քիչ էթիկայի սահմաններից անցնել, առավելևս էլ չենք ասում, որ իրավունք չունես գնալ ուրիշի տուն եւ այդ տանտիրոջ, ասենք, մասնակցին, փոխնախագահային հայհոյես, այնպես որ դա բռնաստեն եւ հայհոյեց։ Այո։ Ինչ է նկատի ունեք։ Հայոյանական բառ ասաց։ Հայոական հայհոյել է։ Այո, հայո իհարկե հայոյը։ Զելենսկին։ Այո։ Զելենսկին հայը, որը ուկրաինական լրատվամիջոցը միանգամից բռնեց եւ դա ամբողջ բանը տարածվեց, որ նա վիցեպրեզիդենտին լավ բառ չի ասել, այսպես ասենք, էլի, ռուսական հայոյանք է տվել, ռուսերեն, ոչ բաները, որը տարածվեց ամբողջ ամերիկյան լրատվամիջոցին։ Դա չի կարելի ուրեմն անել։ Սա զուտ էթիկայի մասին, ինչը բերում է զուտ արդեն կոնտենտին, իրանց ելույթին, հասկանալի է, որ այդտեղ պարզ դարձավ, որ Զելենսկին համաձայն չէ ԱՄՆ խնդիրներին։ Նայեք, որն է ԱՄՆ-ի ցանկությունը։ ԱՄՆ-ն տեսնում է, որ այսինքն գլոբալիստ այդ խորքային պետությունը տեսնում է, որ այն գործընթացը որ կա, որ սկսեց 30 տարի 90 խորհրդային միությունում պարտությունից հետո սառը պատերազմի ավարտից հետո 30 տարվա ընթացքում ԱՄՆ-ն ինչ ուզել է գլոբալիզմից ստացել է։ Ինքը գլոբալիզմ էր տարածում, այդ խորհրդային պետությանը ձեռք է տալի գլոբալիզմը, տարածում էր իր արժեքները, գլոբալիզմի միջոցով ստանում էր իր արդյունքները, իր ազդեցությունը։ Բայց եկավ մի պահ այդ գլոբալիզմը նաև թույլ տվեց, որ ԱՄՆ-ից շատ տնտեսական ձեռնարկություններ արդյունաբերություն տեղափոխվի Չինաստան եւ երբ որ ինքը դեռևս խորհրդային միության դեմ էր պայքարում, գլոբալիզմը տանում, տարածում մարդու իրավունքները պաշտպանում, Չինաստանը լուր զարգանում էր։ Եվ եկավ մի պահ, Տրամպի առաջին կառավարման ժամանակ դա արդեն նկատել էր, հիմա առավելևս տեսան, որ այն Չինաստանը, որ սուսուփուս է, նա բավականին ուրեմն զարգացել է եւ իր հնայով արդեն որոշ դեպքերում Ամերիկայից անցնում է։ Այսինքն ԱՄՆ խորհրդային պետություն հասկացավ, որ եթե ինքը նորից Ուկրաինա պատերազմ շարունակի, որի նպատակը որն է, որ Ռուսաստանում կլեր ինչ-որ եկեղած դժություններ, Ռուսաստանում կտապալվեր իշխանությունը, կգար պրո-արևմտյան մի հատ իշխանություն, որի հետ գործը կկնքեն եւ ռուսական ռեսուրսները կգնար ամերիկյան կորպորացիաներին։ Այսինքն մտապես այս գործընթացները ակնկալվում։ Դա չեղավ։
Եվ հիմա ստացվեց, որ միջա դուք կառվում ես Ուկրաինայի հետ, հա, անդադ ֆինանսավորում ես, որ արդյունք չի տալիս, ավելին, քիչ թե քիչ, ասենք, դժվարությամբ այդ ռուսական բանակ առաջ է գնում այնուամենայնիվ, Չինաստանն է զարգանում, դրա ցուցանիշները կան։ Հնարավոր է ֆինանսավորումը ամբողջապես դադարեցնի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դե հիմա դրանք կանենք, մենք տեսնում ենք Չինաստանն է զարգանում, որտեվ երբ որ վերցնում եք Չինաստան Եվրոմիություն առևտրային շրջանառությունը եւ Միացյալ Նահանգներ Եվրոմիություն, Չինաստանը մոտ 23-24 թվականի տվյալներով Չինաստանը մոտավորապես 150-200 միլիարդ պրոֆիցիտ ունի, այսինքն պլյուս ունի, Ամերիկան մոտավորապես այդքան մինուս ունի, այսինքն Ամերիկան աղքատանում է, Չինաստանը հարստանում է, Ամերիկան ֆինանսավորում է Ուկրաինային, որ արդյունք չի տալի։ Դրա համար խորհրդային պետությունը բերեց Տրամպին, որ այս հարաբերությունները վերացվի, որովհետև պետքա նախ չեմ ասում ներգաղթյալների հետ կապված, Բայդենը ով ասաց, որտեղից ասել միլիոնավոր մարդիկ լցեց Ամերիկա, որը այո, որոշ դեպքերում արդեն վնաս է տալի Միացյալ Նահանգներին։ Կա տնտեսության խնդիր, կա ներգաղթի խնդիր, կա եւ այլ Չինաստանի դեմ պայքարի խնդիր, դրա համար պետք է Տրամպը Չէր կարել, ասենք Բայդենը Չինաստանի դեմ պայքար է, մարդ որ խոսում է, խոսքի կեսին քնում։ Մի քիչ դժվար է որ Սի Ցզինպինի հետ ինքը խոսա, Բայդենը, իսկ Տրամպը կարող է Սի Ցզինպինի հետ շատ հանգիստ խոսա։ Եվ Չինաստանի դեմ պայքարը կենտրոնացնելու համար պետք է մի բան դադարեցնել այս Ուկրաինայի պատերազմը։ Դա տարածել եւ ավելին Ռուսաստանի հետ Չինաստանի հետ պատերազմը պատրաստ չէ Չինաստանի հետ հակամարտություն պայքար եւ այո կարող ենք ասել որ այս դարի հա սկսած 20-ականների կեսից 25-ից սկսած հիմնական մրցավազքը գնալու է Միացյալ Նահանգներ Չինաստան ասենք իդեմ հակասություն որտեղ Չինաստանը իր ազդեցությունը Աֆրիկայում է ուժեղացնում Լատինական Ամերիկայում է ուժեղացնում բուն Ամերիկայից շրջապատը ուժեղացնում Եվրոմիությունն է ուժեղացնում Եվ դրա համար խնդիրներ կա, որ պետք է պայքարել դրա դեմ։ Իսկ այդ պայքարին Ուկրաինան խանգարում է իր։ Ամերիկայի համար մեկը թե Դնեպրոպետրովսկա կամ, չգիտեմ, այնտեղ հա Զապորոժե քաղաքը կամ Խարկով քաղաքը Ռուսաստանի կազմում կլեն, թե Ուկրաինայի կազմում կլեն։ Մեկը իր համար։ Ուկրաինայի համար մեկ չի, այդ իր քաղաքներն է համարում։ Ռուսաստանի համար մեկ չի, դա իր պատմական տարածքն է համարում։ Դրա համար Տրամպը դադարեցնել այդ պատերազմը։ Տրամպը ցանկություններ ուղղակի վերացնել այս ռազմական գործողությունները։ Դա համար էր հրավիրել, պայմանական ինչ որ դադարեցնելու համար առիթ էր պետք, առիթը դա դժվար է հազվագյուտ մետաղների պայմանագիրն է, որի պրտենդեղ այնքան շատ պայմանագիր կա, որ ստորագրեցին։ Կարևորվում էր դա շատ Դա չէ կարևորում, որտեղ Ուկրաինայում հազվագյուտ մետաղների պաշարները կան շատ քիչ են եւ այդ տնտեսական ծավալը չունեն, որպեսզի անգամ փոխհատուցեն Ամերիկան ներդրած, իսկ Ամերիկան Ուկրաինայում ներդրել է 22 թվականի փետրվարի 24-ից սկսած մոտավորապես 185 միլիարդ դոլար, ոչ 360, ոչ 550, ոչ 60, 66-ը միայն ռազմական է, բայց մենակ ռազմական չէ, բայց դու նաև պետություն ես պահում Ուկրաինան ամենայնիվ մեծ պետություն է, մարդիկ թոշակ են ստանում, աշխատավարձ են ստացել, տարբեր ուրեմն սոցիալական ծախսերն արել, Եվրոպան էլ է մեծ շանակությամբ դրել։ Այդ կարևոր չէր այդ պայմանագիրը ինչու էր Թրամփը։ Դա ինչ որ իրան պետք է, ասեմ, պայմանագիրը այդքան կարևոր չէր, որտեղ պայմանագրի ստանալիք ակնկալիք այդքան շատ չի օգուտը, բայց երբ որ դու պայմանագիր ես կնքում դու կոնտրա ընտրողներին դա վաճառում ես, որ տեսեք Բայդենը ձրեր տալի, իսկ ես այս պայմանագրով եմ փողը տալի, այսինքն արդեն ես այդ 550 դամար գինը անդադ ավելացնում եմ, այ 5 տրիլիոն դոլարի հանածոկը ինչքան տվել եմ 350 միլիարդ տվել եմ, հələ 550 կստամ, այսինքն ես 8-ից 200 միլիարդ փող բռնեցի, ընտրողներն ասեն, շատ ուրախ ծափ կտային, դե ով է գնալու կարդալ, ասենք ԽՍՀՄ երկրագիտության, հա, ասենք կառույցների տեղեկանքները, որ այդտեղ ինչ հանքեր կար, կամ անգամ ԱՄՆ երկրագիտական այդ գործակալություն ինքը տպել է Ուկրաինայի եղած հազվագյուտ մետաղները շատ դեպքերում այնպիսին է, կան իհարկե, բայց շատ դեպքերում այնպիսին է, որ այնքան ահռելի ծախսեր են պահանջում, ասենք դու 20 միլիարդ դնես, որպեսզի 10 միլիարդի օգուտ ստանաս, էլի, այտենց չի լինում, էլի, իհարկե ինքը կան որոշ տեղեր օգուտով աշխատող, բայց ասենք մաքսիմում 20 միլիարդը, որ կարող է քեզ օգուտ բերի, մաքսիմում, ասենք ինքը նշում էր 550 միլիարդի օգուտը, բայց այդ 550 միլիարդը, որը ինքը իբր թե Ուկրաինային տվել էր եւ այնտեղ էլ այդքան հանածոք արեց ինքը տեղը հանում էր իրականում 15-ից 20 միլիարդ դոլարի հազվագյուտ մետաղ կա, այդտեղ մեծ ներդրումների դեպքում դու այդքան կարող ես ստանել, բայց
Երբ որ դու դա ցույց ես տալիս, որ ես ունեմ, դու արդեն Չինաստանն ես, որը հազվագյուտ մետաղների գծով բավականին ուրեմն մեծ ռեսուրս ունի, դու կարող ես իր հետ հանգիստ բանակցություններ վարել եւ հետո քո ընտրողներին դու ներկայացնես, ես այսքան բան ունեմ։ Փող եմ տվել, այսքան օգուտ եմ ստացել, բայց դա չստացվեց։ Հիմա չստացվեց եւ անցնում են երկրորդ փուլի։ Եթե բլիթը չի լինում, մատրակն է սկսում աշխատել։ Այդ պայմանագիրը հազվագյուտ մետաղների, որ պետքա կնքվեր ու դրանով պատերազմը դադարել, դա բլիթն էր։ Հիմա չաշխատում բլիթը, մտրակը այն է, որ Տրամպը հայտարարեց, որ այսօր, այսինքն 3 հայտարարեց, որ այսօր գիշեր, այսինքն մոտապես մեր մոտ վաղ առավոտ, հա, ոնց որ կամ այսօր առավոտ, կամ այսօրվա ընթացքում, կամ այսօրվա, բայց մի քիչ այնտեղ ժամերի տարբերություն կա, ինքը կհայտարարի ցանցող նորություններ, հիմա թե որը կլինի դժվարացնել, բայց առաջին հերթին Պենտագոնը հաստատել է, որ իրանք դադարեցնում են Ուկրաինային, կասեցնում են, չեն դադարեցնում, կասեցնում են ժամանակավորապես Ուկրաինային մատակարարող բոլոր զինատեսակները, նրանք արդեն կասեցրել են։ Այսինքն, այն զենքը, որը չի մտել Ուկրաինա, չի մտնելու, որը օդում է, անգամ Լեհաստան են բերել, որը սա պետք է գա։ Դա իմանալու համար նշենք, որ գնալուց առաջ Բայդենը մեծ մոտ 3.5 միլիարդ դոլարի զենքի բանը թուղթ է ստորագրել, պայմանագիր է ստորագրել, որից 1/3-ը արդեն տրված է։ Մնացել էր այն 2/3-ը, որը պետքա տար, այսինքն հիմա պետքա տար 1.250 միլիոնի տվել էր, մոտավորապես ինչքան է, 2 միլիարդ քանից էլ կա, որը կբավարարեր միջև ամառ հանգիստ 3 ամիս հանգիստ այնտեղ ռազմական գործողությունը ոչ մի բանի պակաս չար զգալով միջև ամառ հանգիստ ռազմական գործողություններ մղել, բայց Տրամպը կասեցրեց։ Հիմա հնարավոր է ֆինանսավորումն էլ կասեցնի, որովհետև փոխնախագահը այդ ֆինանսավորումը կասեցնի, որովհետև փոխնախագահը խոսել էր, ասել հավերժ այո, ԱՄՆ փոխնախագահը ասել էր, որ հավերժ չեն կարող իրենք ֆինանսավորել Ուկրաինային, նույնիսկ ժողովուրդը դեմ կլինի։ Իհարկե, որովհետև Տրամպը մի բան էր հայտարարել, որտեղ եթե դու չդադարեցնես, երբ որ քեզի հրապարակային բան վիրավորում են, դու շարունակես գործընթաց ֆինանսավորումը, բոլորը կմտածեն, որ այդ քո վիրավորանքը չէ՞ որ ամբողջ աշխարհը տեսավ, դա թատրոն էր, ուրեմն կարելի է քեզ վիրավորել, մեկը դու 5 գործ անելու ես, այդ համար Տրամպը կասեցեց, սա մեկ։ Երկրորդ, հիմա մտրակը, կասեցումը չէր մտրակը, մտրակը ուրիշ բան է, որ արդեն Telegram-ն ալեկտները տարածում են, ինչքանով է ճիշտ չեմ կարող ասել, դա ցույց կտա, իսկ մտրակային է, որ Տրամպը պարտավորվում է հիմա ելույթ ունենալ, պատրաստվում է ելույթ ունենալ եւ նշել, թե ստացված այդ ամբողջ գումարից 185 միլիարդ մեն ԱՄՆ մոտավորապես, հա, 185 միլիարդ մեն ԱՄՆ օգնություն, եւ մոտավորպես մի 100 միլիարդ կամ մի քիչ էլ ավել 100 միլիարդից մի քիչ էլ ավել եվրո միության ստացած օգնությունից որքանն է թալանվել գնացել օֆշոր ուկրաինական տարբեր ղեկավարների անուններով տարբեր օֆշորային հաշիվներով բայց իրենք ինչպես են դա բացահայտելու Միացյալ Նահանգները ունի բավականին մեծ տարածված, հա, այսպես հետախուզություն, 18 հետախուզական կառույցներ, որոնք բավականին լավ աշխատում են, սա մեկ եւ երկրորդ, ԱՄՆ հետախուզական տարբեր կառույցների ներկայացուցիչները նստած են Ուկրաինայի տարբեր կառույցներում եւ իրանց անվտանգության ծառայության եւ ֆինանսների նախարարությունում եւ բանկերում ամեն ինչ տոտալ վերահսկում են, այսինքն ամեն կոպեկը, որ Ուկրաինայից դուրս է գալի, Միացյալ Նահանգների հետախուզական ծառայության մեջ դա ֆիքսվում է։ Ու գնաց ինչ գործակցներ են բացահայտվելու եւ Եվրամիության եւ Ուկրաինայի հետ կապված։ Եվ ոչ թե բացահայտվելու են, այլ նրանք արկա են, որոնց տեղեկությունները ԱՄՆ ղեկավարությունը գիտի, որ կան այդ կան կոռուպցիոն երևույթ, որը Տրամպը պատրաստում է ներկայացնել։ Դուք պատկերացրեք, ասենք, հա Խարկովի մոտ կամ, չգիտեմ, այնտեղ Պոկրովսկի ռազմաճակատում, ակոպում, հա, նստած, ասենք, այդ բլինդաժում, բանում, այդ ռազմաճակատում խրամատում նստած զինվորը, որի գլխին անդադ ATS են հարվածում, արկով են հարվածում, հանգարց իմանում է, որ գիտեք, այդ իր ղեկավարությունը, չգիտեմ, 30, 10, 20, 30 միլիարդ դոլար գրպանել է, որի հաշվին այս աֆշորային հաշիվներ կան, Լոնդոնում է տուն առել, Նյու Յորքում է տուն առել, այստեղ այնտեղ է տուն առել։ Իշխանական մակարդակով է դա արվել։ Դա բնականաբար իշխանական մակարդակով, որ շարքային քաղաքացիներ ու գալու այդ տրանշը վերցնել, ուրեմն գոհանատոպ այլ կլաններ կան այնտեղ։ Չկան այնտեղ այլ կլաններ, այնտեղ միայն իշխող քաղաքական ուժի կլանն է, որը միայն իր համար է ուրեմն աշխատում։ Եվ բնականաբար
սա կրկնում եմ, կարող է ուրիշ բացատրում լինի, սա Telegram-յան տարբեր ալիքներ նշում են, որ դրա մասին է խոսքը գնալու, դե հիմա իրական ինչը կլինի չէ, կարող է ուրիշ բան ասվի, բայց Թրամփը ակնարկեց հանդիպման ժամանակ, որ որքանով է արդյունավետ այդ գումարները ծախսվել եւ այսինքն այդ կասկածը կար, իհարկե եւ չի բացառում, որ Թրամփին ուղղակի ներկայացել են այդ գումարները, ուր է գնացել եւ դա դեպ շատ մեծ հարված է լինելու նաեւ դեմոկրատներին, որովհետեւ չի բացառում, որ այդ գումարները Ուկրաինայի միջոցով պատտվել եկել են դեմոկրատների, այսպես ասած, Հայաստան շատ տարածված էր ատկատ հասկացողություն, այսինքն որ փողստալի մի մասը հետ է գալիս, էլի չի բացառվում եւ շատ հավանական է, որ մի մասը եկել է դեմոկրատների մոտ եւ դեմոկրատները դրանց փայատեր, որոնք նույնպես վախենում են Թրամփի բացահայտումներից, որտեղ կիմանան թե դրանք ինչքան գումար են կերել եւ այլ եւ բնականաբար այս մտրակի քաղաքականությունը պետք է աշխատի, որովհետեւ Ռուսաստանը շատ ավելի մեծ հազվագյուտ մետաղներ ունի եւ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ դաշնակցած առնվազն ինքը եւ կասեցնել է Ուկրաինայից պատերազմը վերջ դնելով ինքը կարող է փորձարկել արդեն Չինաստանի հետ այլ լեզվով փորձել խոսալ բացի դրանից ԱՄՆ-ին ձեռ չի տալիս այս Եվրոմիության գոյությունը որտեվ հարցը որը հնչեց առաջին է եթե Ամերիկան դադարեցնում է Եվրոմիությունը կարող է թե չէ Տեսեք, Ամերիկան պատրաստական է, որ շարունակեն ֆինանսավորումը։ Լոնդոնում, Փարիզում եղավ հանդիպում, Լոնդոնում եղավ հանդիպում, այսինքն երկու հանդիպում եղավ, որտեղ միայն խոսում են, որտեղ Եվրոմիությունից 3-4 երկիր կարող են ընդամենը զենք մատակարարել, որ ունի ռազմարտությունաբերականություն, առաջին հերթին Ֆրանսիան։ Նույն ինչ որ չափով Գերմանիան, ինչ որ չափով Բայց Ֆրանսիան ասաց, որ կաջակցի զենքով։ Ասել է մի բան են, կինո կար է, որ ոսկե ցլիկներ, հա, որ ասում են Նաջարյանը մերժելը չի մերժում, բայց կտա, այսինքն Ֆրանսիան չի մերժում ուղղակի կեղծ խոստումներ տալ այս իրավիճակում։ Ամեն ինչ կարող է լինի, որովհետև ոչինչ չգիտի, թե ինչ է լինում, որովհետև Թրամփը սկսում է մաքսել մեծ պատերազմ Եվրոմիության դեմ։ Ինքը նորից Կանադային, Մեքսիկային 10%-ով մաքսատուրք դրեց, հետո հանեց, հիմա 25% դրեց։ Չինաստանի դեմ սարքեց 20%, ապրիլի 1-ից սկսում է Եվրոմիությանը ամեն ապրանքի վրա 20%, իսկ դա առաջին մեծ հարվածն է ԱՄՆ Գերմանիայի ավտոմոբիլաշինությանը, որովհետև 70 միլիոն, որ ասեցինք, որ Ամերիկան Եվրոմիության հետ առևտրում մոտ 150-ից 200 միլիարդի պակասորդ ունի։ Այդ պակասորդի 70 միլիարդը մոտավորապես Գերմանիայի ավտոմոբիլաշինական ձեռնարկություններն են։ Բայց առասարակ Թրամփը ինչ խնդիր ունի Եվրոմիության հետ։ Թրամփի խնդիրը Եվրոմիության հետ այն է, որ առաջին Եվրոմիությունում նստած են գլոբալիստները, որոնք իր թշնամիներն են, որոնց պետք է ոչնչացվեն գլոբալիստները, Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ այլն, Եվրոմիության ղեկավարները։ Երկրորդ, Եվրոմիության շատ անդամներ, հենց Մակրոնը ինքը գլոբալիստների ներկայացուցիչն է, Անգլիայի ղեկավարությունը գլոբալիստների ներկայացուցիչներն են, դա ձեռք չի տալ Թրամփին, այսինքն եւ Եվրոմիության բարձրագույն մակարդակի վրա եւ երկրների ղեկավարները, որոնք պետք է փոխվեն։ Սա երկուս։ Երրորդ Եթե Եվրոմիությունը ոչնչացվում է որպես տնտեսական գործոն, չէ՞ որ ասեցի Չինաստանը Եվրոմիության հետ առևտրում 200 միլիարդ տարեկան ավել փող է ստանում, դու դրանով Չինաստանն ես հարվածում։ Խփի Եվրոմիությանը որպես չինական շուկա եւ չինական ապրանքների վաճառքի տեղն է պակասում, անուղղակի դու Չինաստանն ես խփում։ Այս այլ կա նաեւ, այս հարցը նաեւ գոյություն ունի։ Եվ էլի հարցը կարող ունենա, բայց հիմնական այս երեք հարցը գլոբալիստներ եւ ուրեմն Չինաստանի շուկա եւ իրեն մրցակից տնտեսություն շուկա, որովհետեւ այնուամենայնիվ Եվրոմիությունը Միացյալ Նահանգների հետ առևտրում պրոֆիցիտ ունի 100-ից 200 միլիարդ դոլար, դա Ամերիկան ձեռք չի տալի, իսկ եթե Եվրոմիությունը չի լինում առանձին երկրներ կարելի է գլխներն խփել, ջարդել ու ստիպել, որ ավելի շատ առեն, քան թե քեզից ծախսեն կամ գոնե հավասար գնա, իհարկե շատ քիչ տարբերությամբ օգուտ Ամերիկայի, դրա համար Եվրոմիության խնդիրներ ունի։ Հիմա ինչ կարող է լինել Եվրոմիության այդ աջակցությունը, որքանով երկարատև կլինի Ուկրաինային, ինչ դիրքորոշում կարող են այսպես փոխել այդ պատերազմում Եթե Եվրոմիությունը հաջողվի իր ռազմարտությունաբերական համալիրը գործարկել եւ բավականին հաջողությամբ անել, նա չի կարող փոխանել Ամերիկային,
բայց ինչ որ չափով կարող է Ուկրաինային աջակցելով, Ուկրաինայի զինված ուժերին աջակցելով Ուկրաինայի պարտությունը հետաձգել միջև տեսնենք ինչ կլինի։ Դե մտածում եմ, որ 4 տարի հետո կարողա Տրամպը չլինի, էլի դեմոկրատները գան, բա որ դեմոկրատները չգան, Վենսը գա, 8 տարի էլ Վենսը լինի, որպես վիցե-պրեզիդենտ, որը շատ ավելի հավանական, չեն կարող ասել, աշխարհը գիտի ոնց կզարգանա, բայց Ամերիկան բա որ այդպես լինի, դա համար ամեն դեպքում մտածում, բայց եթե այդպես չլինի, գոնե 4 տարի ձգենք, միջև տեսնանք կամ գոնե 2 տարի ձգենք, գոնե 2 տարի հետո Ամերիկայում 26 թվականի աշնանը ԱՄՆ-ում ներկայացուցիչների պալատում, այսինքն կոնգրեսի ստորին պալատի ընտրություններն են, որտեղ հավանական է, որ հանրապետականների պարտիան այդ դեպքում արդեն դեմոկրատները կարող են ուրեմն ինչ որ այստեղ Ուկրաինան աջակցելու գործընթաց անել։ Դրա համար գոնե 2 տարով փորձում են երկարացնել, դա լավ է հասկանում նաև Տրամպը։ Բայց դա համար միջև այդ ինքը կարող է փորձի Եվրամիության տարբեր երկրներում իշխանափոխություն իրականացնել։ Դա համար մի բան է ասել, բայց նախ ոչ բոլոր երկրներն են կարող դա ինչ որ հաջողացնել։ Մեկ, երկրորդ, Եվրամիությունում կա Հունգարիա, Սլովակիա, որոնք վետոներ են դրում, օրինակ Հունգարիան վետո է դրել Եվրամիության, ասենք հենց նախորդ տեղ ունեցած, Լոնդոնում տեղ ունեցած որոշում վրա, որով նա ռազմականապես աջակցելու է Ուկրաինային, այսինքն Եվրամիությունը հիմա չի կարող ռազմական հայտարարություն ընդունել եւ Եվրամիությունը որպես միասնական կառույց չի կարող ռազմականապես աջակցել Ուկրաինային, որտեղ Հունգարիան վետո է դնում։ Դա առանձին երկրներ իրանք արդեն պետք է որոշեն։ Ամեն մեկը աջակցում է թե չէ, տեղալ մի քանի երկիր կա, ասենք Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, ասենք Հոլանդիա, որոնք կարող են իրենց բյուջեից փող տալ Ուկրաինային։ Դա խնդիր կառաջացնի իրենց ընտրողներն, որտեղ այդ բոլոր երկրներում մեծ խնդիրներ կա։ Այդ երկրներում Գերմանիայի բյուջեն արդեն մինուսով է աշխատում, Ֆրանսիայի բյուջեն այդքան շատ չի, Անգլիայում բավականին լուրջ խնդիրներ կա, այնտեղ բարեփոխիչների կուսակցությունը Նայջել Ֆարաջի ղեկավարությամբ բավականին ազդեցիկ ունի եւ չի որոշում։ Բայց արդյոք Եվրամիությունն ուզում է, որ պատերազմը շարունակվի, թե իրենք, որովհետեւ իրենք էլ են ասում, որ ուզում են խաղաղություն հաստատել։ Նախ Մակրոնն էլ էր այդ մասին խոսում, բայց միևնույն ժամանակ խոսում են աջակցելու մասին, երաշխիքներ տալու մասին անվտանգային եւ այլն։ Այսինքն իրենք ինչ ձևով են այս ամենը պատկերացնում։ Հակասությունը ո՞րն է։ Իրանք ուզում են իհարկե խաղաղություն լինի, բայց իրանք պայմանները, որ ռուսական զորքերը դուրս գան մինչև 95 թվականի, 91 թվականի սահմաններ, լավագույն դեպքում կամ առնվազն, եթե դուրս չեն գալի, հիմա ասենք 1 ամսով զինադադար լինի, ռուսները չհարվածեն Ուկրաինայի էներգետիկ կառույցներին, ռուսները օդում դադարեցնեն ինքնաթիռները օգտագործել, որտեղ Ուկրաինան ինքնաթիռներ չունի, մենակ ցամաքով գնան, ահա Եվրամիությունում տես պայմանները, որը ծիծաղել է, որտեղ Ռուսաստանը այդպես չի լինելու։ Կամ մենք կնքում ենք խաղաղության պայմանագիր եւ այս կոնֆլիկտի հիմնապատճառներն ենք վերացնում, կամ մենք ռազմական գործողությունները շարունակում ենք։ Ուկրաինան հա կարող է ինչ-որ զենքել ստանա, խնդրեմ չի։ Անգամ Եվրամիությունը դժվարությամբ, բայց կարող է տալ Ամերիկայի տվածի 40%-ը, այսինքն ինչքան որ ունի, էլի։ Այնպես չի, որ իրանք ավելի շատ են տալի, քան Ամերիկան։ Ամերիկան, որ այո, բանով արկերով է շատ տալիս, բայց Ամերիկան նաև իհարկե Starlink ունի, որը Ուկրաինային պետք է, բայց ինտերնետ կապն է, բայց դա փոխարինող կա Եվրամիության, ուղղակի Ամերիկան հետախուզական տվյալներ ունի, որը Եվրամիությունը չի կարող փոխարինել, իսկ դա բավականին վնաս է։ Եվ որոշ զինատեսակներ այո կարող են տալ, չնայած Եվրամիությունում էլ էս 3 տարի ընթացքում դադարեցվել է Հագին, հիմա ռազմարտունաբերական համալիրը կարող են ուրեմն ակտիվացնել եւ այլ ինչ որ արդյունքներ ունենալ, բայց այնուամենայնիվ դա ժամանակ է պահանջում եւ ամենակարևորը անգամ այդ չի, անգամ հետո զենքը տվեցիր, լավ ինչ որ մի դժվարությամբ, լավ ինչ որ ձգեցիր, քո մոտ գործանշատ արագ վերապրոֆիլավորեցիր, աթեստեր սկսեցիր արտադրել ինչ որ այլ, ասենք քաղաքացիական արտադրանք տալու փոխարեն ռազմական աթեստներ եւ այլն, ամենակարևորը Ուկրաինայում զոհվում են ավելի շատ, քան ամսական նա կարողանում է զորակոչել եւ նման իրավիճակում հիմա երկուսը մեկի հարաբերակցությամբ, այսինքն 2 ռուս զինծառայողի առջև 1 ուկրաինացի է կանգնած, որոշ ժամանակ հետո դա կարող է լինել 3-4, եթե եղավ արդեն 1-4-ի հարաբերությամբ Ուկրաինան տարածքները կորցնելու, մեծ մարզերը կորցնելու։ Այսինքն երկարատև պատերազմ չի կարող վարել։ Չէ, նա երկարատև պատերազմ չի կարող վարել։ Այս պայծրությամբ դա է արդեն տեսանելի, իսկ դա կազդելու է, որովհետև ստեղ ուրիշ խնդիր կա, դա այո, ազդելու է նաև ամբողջ ապահի վրա, որտեղ եթե հիմա պատերազմ դադարեցին,
հասկանալի է ԱՊՀ տարածքը ոնց որ տեսնում ենք Տրամպը զիջելու է վերջո, որովհետև համեմատականները գալիս է հենց հարավային Կովկասի հետ, ասում են հետաքրքրությունները փոխվել են ԱՄՆ-ին, այլևս Ռուսաստանին այստեղից հանելու ցանկություն նրանք չունեն, հակառակը տնտեսական համագործակցություն են հաստատում իրար հետ եւ արդեն Հայաստանը պետք է որոշումներ կայացնի իր արտաքին քաղաքականության հետ կապված։ Ինչ վերաբերում է հարավային Կովկասին եւ Հայաստանին, այո, ոնց որ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները այդքան էլ են, հա, տարբեր ցուցանիշներ, օրինակ հիշում ենք, երբ որ ստորագրեցին հունվարի վերջին ռազմավարական գործընկերությունը, մենք ասում ենք, չէ, Միացյալ Նահանգները այդքան հետաքրքրություն ոնց որ չունի։ Ինչով է դա երևում։ Սահմանային խումբ պետք է գար։ Այդ կարևոր ցուցանիշներից մեկն է, չնայած իշխանության ներկայացուցիչները սկսել են արդեն ժողովրդական լեզվով կռուտիտի քաղաքականությունը, թե հիմա այսօր չգան, վաղ գան, բայց հասկանալի է, ոնց որ չեն գալու։ Որտեղ իրանց այլևս սա հետաքրքրություն չի ներկայացնում։ Տեսեք ԱՄՆ դեսպանի պահվածքը, առաջ ինքը շատ ակտիվ երևում էր տարբեր տեղերից, իսկ հիմա ինքը այլևս չէ, որտեղ ինքը չգիտի ինքը գնում է, թե մնում է եւ հնարավոր է փոխվի, օրինակ ԱՄՆ Ռուսաստանը իր դեսպանի նշանակեց բանում ԱՄՆ-ն էլ ոնց որ թե իր դեսպանի հարցը կլուծի Ռուսաստանում, այսինքն իրանք չգիտեն Եվրոմիությունը մնում է թե չէ, այսինքն այն փաստաթուղթը ինքան ինչ որ ստորագրել է, դա ոնց որ թե այդքան էլ այլևս ամենայի համար կարևորություն չի ներկայացնում, եւ եթե նկատել եք Տրամպը ընդհանրապես իր նախընտրական կամպանիայից սկսած, անցյալ տարի մայիս, ապրիլից սկսած, երբ որ սկսեց ոչ պաշտոնական այդ նախընտրական կամպանիան, ինքը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին երբեք չի խոսացել, առավելս նախագահ դառնալուց հետո, նա խոսացել Ուկրաինայի մասին, Չինաստան, Գրենլանդիա, Կանադա նահանգ դարձնենք, ինչ որ հա թմրանյութեր, ներգաղթյալներ, տարբեր հարցերի մասին, բայց Հայաստանի մասին նա չի խոսացել, ու ոնց որ թե այս բանակցային գործոններ Հա, դա մերձավոր արարքի քրիստոնյաների պաշտպանության կտրվածքով պետք է անենք, ոչ թե Հայաստանի հետ կապված։ Եվ հիմա էլ ոնց որ թե անուղակես վերլուծականները տարբեր եւ ինսայդ ինֆորմացիաները ոնց որ թե գալիս են հաստատելու, որ ոնց որ թե ամբողջ ԱՊՀ-ն է ԱՄՆ-ն պատրաստ դիճել Ռուսաստանին ինչ որ մի բանի դիմաց, իհարկե ձրի չի տալի, որովհետև տեսեք ինքը ինչ պետք է տիրեր կենտրոնական Ասիային, որպեսզի հարավային Կովկաս իրան պետք լիներ, որովհետև Հայաստանը պետք է, եթե ենք հարավային Կովկասի հետ Միջանցկի տրամաբանության մեջ տեղավորվում, այսպես Միջանցկը պետք է, թե դու կենտրոնական Ասիայից ռեսուրսը պետք է հարավային Կովկասով տանես Թուրքիա կամ տանես Սևծով, ընդեղից էլ տանես Եվրոմիություն։ Եթե քեզ պետք չէ, պետք չէ, որովհետև կենտրոնական Ասիայի ռեսուրսը պետք չէ, այդ ռեսուրսը կա Գրենլանդիայում, ավելի շատ ռեսուրս կա Գրենլանդիա կղզի իրան մոտակ, քան կենտրոնական Ասիայի բոլոր երկրները միասին վերցրած։ Մասին խոսում էին, ասում են մենք մեր պատկերացումներ ունենք, միջին Միջանցք պետք է լինի, հենց ԱՄՆ-ից Միջանցքի չամա պետք է այդ ռեսուրսի համար։ Եթե ռեսուրսը չկա, ինչ, եթե ռեսուրսը չի, դա հետաքրքիր չի։ Այդ ճանապարհը ինչին է պետք է։ Այս դեպքում Հայաստանը ինչ պետք է անի։ Հայաստանը ոչ մի չի կարող անել, Ռուսաստանը վերցնելու իմ կարծիքով, եթե սենց գնա զարգացումը, կրկնում ենք, սա այս պահի դրությամբ կարող է փոփոխվի, վաղը ուրիշ իրավիճակ լինի եւ Միջանցքը պետք լինի։ Մենք քննարկում ենք այսօրվա դրությամբ, եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես միջև այսօրն են զարգացել։ Եթե այդ կտրվածքով գնանք, ապա ամենայն հավանականությամբ եթե հաշվի առնենք Ռուսաստանին հաջողվեց իր ներկայացին Աբխազիայի ընտրությունների մի տեխնացիոն այնտեղ հաղթանակ ապահովել, ապա Վրաստանի հետ ոնց որ թե քննարկվում են, հա, տրանսպորտային, նաև հարաբերություններ նորմալացնելու ինչ որ գործընթացներ են քննարկվում, ապա եթե Տրամպի հետ այդ բանակցությունները պահպանվեն, ինչպես կենտրոնական Ասիան, այնպես էլ հատկապես հարավային Կովկասը, բնականաբար անցնելու է Ռուսաստանի ազդեցության ներքո, ուղղակի Ռուսաստանը այստեղ մրցակցել է Թուրքիայի դեմ, իսկ որպես դաշնակից կարող է դիտել միայն Իրանի հետ, այսինքն Ռուսաստանը միայն հարավային Կովկասում ոչինչ չի կարող անել։ Նա ինչ անի հատկապես Հայաստանի հետ կոնտեքստում, ինչ անի չանի, նա պետք է հաշվի նստի Իրանի հետ, այսինքն ռուս-իրանական, այսպես ասենք, ռուս-իրանական համատեղ դաշինքը հավանաբար կվերցնի Հայաստանը իր հսկողության տակ, որը ենթադրում է 99%-ով այստեղ իշխանափոխության եւ
հին կամ այսպես նոր գործիչ հին կերպարով, այսպես ասած, ի հայտ գալը եւ Հայաստանի ղեկավար ուրեմն Կարծում եք իշխանափոխություն կցանկանան անել։ Ռուսաստանը միանշանակ, որովհետեւ այն իշխանությունը, որ այստեղ կա, սա այդ իշխանությունը, երբ որ բերեց Եվրոմիության դիտորդին, նրա կարմիր գիծ անցավ, վերջ։ Դրանից հետո ասել, որ գիտեք, ինչ կգնան Ռուսաստան, նորից կասեն, մենք ձեր դաշնակիցներին դեղել կասեն, հա, մենք արի մոռանանք ինչ եղել է անցյալը ջնջենք, նորից կսենք, այդպեսի բան չի լինելու։ Այսինքն Փաշինյանը չի կարողանա հարաբերությունները կարգավորել, օրինակ այսօր Ալեն Սիմոնյանն ասում էր, որ ինչ կտրուկ քայլեր են կարել, շարունակում են ԳԱՏՄ-ում մնալ, հապկում մնալ, հարաբերությունները նորմալ են Ռուսաստանի հետ։ Իրենք շատ բան կարող են ասել, որտեղ ասում, որտեղ Տրամփ եկավ, իսկ որ Բայդենը գար, իսկ որ այստեղ կազմակերպեն Nordic Island 8 ուրեմն այդ հակառուսական ձևաչափ է, չեմ ասում դա լավ ձևաչափ է կամ վատ ձևաչափ է, դա հակառուսական ձևաչափ է, որը բերում է այն հյուսիսային Nordic Island-ը, որ կա այդ, որ Ֆինլանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի եւ Մերձբալթյան երկրների ղեկավարները, որոնք եկան, հյուսիսային բան այդ ազգաժողովի նախագահի հետ էլ որ հանդիպեցին։ Այո, այդ չէ որ դա ձևաչափ է, ինքնին հակառուսական ձևաչափ էր։ Բայց դրանից այլ ինչ է։ Հայտարարություններն էլ էին հակառուսական բավականին, մեզ ասում էին, որ պետք է դուրս գա ԳԱՏՄ-ից։ Դա բնականաբար կապ չունի, եթե իրանք այդ ձևաչափով դու ներկայացում ես ապահովում, դու արդեն ինքը հակառուսական քաղաքականություն է։ Դա չի նշանակում, որ դու պետք է կանոնես եւ չգիտեմ, այնտեղ Պուտինի նկարած ազգային ժողովում ճեղես եւ այլն։ Երբ որ դու այստեղ բերում ես բան Եվրոմիության դիտորդներին, բնականաբար, երբ որ դու այստեղ բերում ես որոշ բան լուրերի, որը ռուսական լրատվամիջոցը տվել ամերիկյան այդ բիոկենսաբանական լաբորատորիաները, երբ որ դու այստեղ ֆինանսավորում ես հակառուսականությունից ոչ ոք չասեն, որ իշխանությունները այստեղ չեն աջակցել, ասենք հակառուսական լրատվամիջոցների գործունեությունը եւ բազմաթիվ, երբ որ դու ուղղակի հապկից դուրս ես փաստացի գալիս, երբ որ դու ունես գործիչներ, ինչպես անվտանգության խորհրդի քարտուղարներ եւ այլն, այսինքն անգծված հակառուսական գործիչներ, հետո կանելացել, որ մենք Ռուսաստան, դու կարող ես շատ բան ասես, որ հա մենք Ռուսաստանի դեմ շատ լավ ենք եղել, աղբեր ենք, արի բարեկամանանք։ Բայց Ռուսաստանի հետ տարաձայնությունը հիմնականում այդ Միջանցքի հետ կապված է 9-րդ կետը, որը չի իրականացել, բավարար խնդիրն է։ Ամենամեծ խնդիրն է, որ Հայաստանի իշխանությունները գնում բան այդ ամբողջովին արևմուտքի հետ միասին գնում են դեպի նույն քաղաքականություն գլոբալիստները։ Հա, որտեղ այնտեղ է փոխվել, բայց հիմա խնդիրը եթե միայն Միջանցքն է մնում, եւ համաձայնության խնդիրը այն է, որ գլոբալիստները այլևս ԱՄՆ-ի իշխանություն չեն։ Իսկ կա որոցը երաշխեք որ 4 տարի հետո Տրամփը գնաց եկավ Բայդեն X-ը գլոբալիստներից, չի ասի Հայաստանի իշխանություն նորից գնում ենք դեպի ուրեմն հա ՆԱՏՕ, Եվրոմիություն, իսկ բոլորը գիտեն, որ Հայաստանում այս օրենքը Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին եւ այլն, որը պարզվեց, որ անդամակցելու մասին չէր ինչ-որ մի հատ ուրիշ օրենք էր, ինչպես նշեց արտգործնախարարը տեղակալը, իր այսպես ասած կռուտիտներով եւ այլն, դա չէր կարող դա ընդունվեց հենց ԿՊ-ի ձայների շնորհիվ, իսկ դա որոշակի մեսեջ է։ Հա, երկրորդ ընթերցումը հետաձգվեց, բայց առաջինը ընդունվեց, չէ՞։ Այսինքն գիտեք ինչ է, դու կարող ես կանել ասել, որ մենք շատ լավն ենք, մենք ոչի վատ բան չենք արել, մենք ռուսների հետ շատ հիանալ ենք, աշխատում ենք, եկեք բան, հա բայց ոչ մեկին ապուշի տեղ չես դնում, էլ Ռուսաստան ապուշներ չկան, իշխանափոխություն իրականացնեն այստեղ Ռուսաստանը ինչպես է իշխանափոխություն իրականացնելու։ Ես չեմ կարող ասեմ 100% իշխանափոխությունից, ես ասում եմ, որ եթե իրադարձությունը սենց գնան, հավանականությունը իշխանափոխության շատ մեծ է։ Դե հիմա ինչպես կանեն, ես ինչ իմանամ, ինչպես կանեն։ Ինչպես բան արեցին, ասենք Աբխազիայում արեցին իշխանափոխություն, չգիտեմ։ Դրա համար տարբեր տեսակի քաղաքական գործընթացներ կան, սահմանադրական քաղաքական գործընթացներ կան, որոնք փորձեն դնել շատ պրոբլեմ։ Այսինքն հիմա իշխանությունը ամեն դեպքում խնդրի առջև է կանգնած Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այո, անկախ նրանից ինչ խոսան, ինչ կասեն, անկախ նրանից թե վարչապետը կարող Պուտինի նկարով քաղաքներում մանգա եւ այլն, կամ Պուտինի նկարով ինչ-որ մայկահակնի նշանակություն չունի, Իրան այլևս չի ներվելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի քաղաքտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։